Այսօրվա վիդեո մենք 24 ժամ խաղալու ենք Լիլիթի ներվային համակարգի հետ, կատարելու ենք տարբեր դաժան պրանքներ, եւ եթե մինչև օրվա վերջ նա չհրաժարվի նկարահանվելուց, կստանա 100,000 դրամ։ Ուրեմն ընկերներ, սկսում ենք մեր դաժան պրանքները։ Դրսում ձյուն է, Լիլիթը տունը չի, բայց 10-15 րոպեից ինքը տունը կլինի, տաքսով գալիս է։ Դրա համար մեզ պետք է շուտ տեղ պատրաստել մեր պրանքները։ Առաջին պրանքը ինչու է կայանում։ Նայեք, այնի դարպասը, որտեղով Լիլիթը պետք է մտի դեպի ներս։ Իսկ դարպասի դիմաց իրան սպասելու է 6 այս գեղեցիկ եղևնիները։ Եթե այսօր ինքը ձգի իմ հետ, կստանա 100,000 դրամ։ Իսկ ինքը կդիմանա այդքան թե ոչ, գրիր քո կարծիքը կոմենտներում, գրի այո կամ ոչ։ Առաջին պրանքից 5 մետր էսյանը սպասվելու է երկրորդ պրանքը։ Բայց դա մի քիչ ուշ։ Եկեք հիմա առաջինը անենք։ Էսի մեկ։ Օա! Վեցն է քաշում ենք այստեղ, որ անկարծ ծառերի մեջով չհասնի։ Դուռը բացվում է, ու էլ երբ չկա, 6 ծառ իրան է սպասում։ Ուրեմն երկրորդ պրանքի համար մեզ պետք է Լիլիթին զգուշացնել, որ հենց հասնես բագաժնիկը բան կա, կբարձրացնես վերև։ Ալո։ Has. Լիլ ուր ես։ Ասա մի 10 րոպեից հասնում եմ։ Okay, մի հատ որ հասնելուց լնես, բագաժնիկը ապրանք կա, էլի, մի հատ բագաժնիկը բացեմ վեգալ։ Այսինքն դռները բաց է, կվեկալ ես դու։ Okay։ Լավ։ Ուրեմն երկրորդ պրանքին մենք իրան դիմավորելու ենք այս խլապուշկով։ Հենց մտնում եմ ներս, եղևնիները բացում են, որ մտի արդեն բագաժնիկից բան վերցնի։ Ես ու մեր ընկերը սպասելու ենք իրան բեռնախցիկում։ Surprise անենք։ Ուրեմն Լիլիթի տաքսին արդեն ստեղ է։ Սկսվեց։ Էսի վիդեոյի սկիզբն է, հա։ Շատ լավ, դու մեռար։ Բարև։ Ինչ էր ուզել բագաժնիկից։ Ընկերներ, նաև խոսանք մի հատ ամենակարևոր թեմայից։ Իմ ալիքը ովքեր նայում են, 70%-ը բաժանորդագրված չեն նայում։ 100,000-ից 70,000-ը բաժանորդագրված չեն ալիքին։ Մարտի 7-ին իմ ծննդյան օրն է, որին մնացել է ընդամենը հաշված օրեր։ Իմ ամենամեծ ցանկությունն է, որ մարտի 7-ին դրանային 300,000 բաժանորդը։ Այդ ամենը կարող ես անել դու քո ընկերների եւ բարեկամների հետ միասին։ Ուղարկիր քո ընկերներին, բարեկամներին, թող բոլորը բաժանորդագրվեն մեր YouTube-յան ալիքին, որտեղ մենք անում ենք այս ամենը քեզ համար։ Իսկ դու եկավ լավ։ Սրա բացվելու տեղը։ Ասենք, ինչ ես ուզում դու ինձանից։ Հա? Այսօր դու պետքա դիմանաս 24 ժամ իմ ձեռը։ Ասենք, ինչ ես անում։ Պրանք։ Ստեղ արի։ Ուրեմն մինչև ներքևը կատարվելու է երկու պրանք, մենք այստեղ արդեն նախապատրաստում ենք երրորդ պրանքը, որտեղ հենց Լիլիթը մտավ տուն, իրան ինչ-որ մի բան պետք է սպասվի, թե չէ, հլվոր Լիլիթը չի եկել, բայց արդեն դուք տեսել եք ընդ ներքևները ինչ է կատարվել, հետաքրքիր է, գրեք կոմենտներում, ես հələ չեմ տեսել, ես հələ չեմ արել այդ ամենը։ Ինչու եք անում երրորդ պրանքի իմաստը։ Այս տան մեջ կա ընդամենը մեկ դուռ, որով կարելի է մտնել տուն, դա այս դուռն է։ Ես հենց մեքենայի բեռնախցիկից արագ դուրս գամ, պետք է վազեմ տուն, որ Լիլիթից շուտ հասնեմ։ Ինչի համար։ Տեղ կպցնելու ենք մենք փուչիկ, որի մեջ լինելու է տարբեր մակարոն, լոբի, խառը բաներ։ Հենց Լիլիթը բացի, ես ճտ։ Իսկ հիմա պետք է այդ ամենը կազմակերպել։ Գո։ Այստեղ անհրաժեշտ է 1 րոպե դադար, որովհետև տղաների համար ես բերել եմ թույն իդեալական նորություն։ Այն մարդկանց համար, ովքեր հոգնել են իրենց անցանկալի մազերից, ամեն շաբաթը մեկ գնում են իրենց թրաշի գծերը դզելու, կանտոգեն դզելու եւ այլն, ձեզ խորհուրդ եմ տալիս այդ ամենի լուծումը։ Անթերիսը հատուկ տղաների համար ունի թույն փաթեթ, որի անվանումն է Barber Bro, որի մեջ մտնում է ծոծրակի, պարանոցի, այտոսկրերի եւ ակաժների Ալեքսանդրիտ։ Իսկ արժեքը մեկ այցի համար ընդամենը 4,900 դրամ է։ Իսկ այն մարդիկ, ովքեր մտածում են ես չեմ ապրում Երևանում, ոնց օգտվեմ Անթերիսից, ասեմ, որ Անթերիսը մտածել է այդ ամենի մասին։ Այն բացի Երևանից կա Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում եւ Էջմիածնում։ Մեկ էլ կապանում։ Իսկ հիմա ինֆորմացիա աղջիկների համար Barber Bro-ն ունի նվերքարտեր 2, 4 եւ 8 այցերի համար։ Ներքևում նշված է Անթերիսի հեռախոսահամարը, զանգարիր եւ ամրագրիր քո այցը հենց այսօր։
Ուրեմն սա այն փեդն է, որը տրաքացնելու է փուչիկը։ Սրա վերջում պետք է ավելացնել ասել։ Մեր զենքը պատրաստ է։ Մնաց թիրախը։ Հիմա ամենաբարդ փորձությունն է այս ամենը լցնել փուչիկի մեջ։ Եթե անկեղծ ասի չգիտեմ ինչի համար է, բայց մենք կօգտագործենք այս թիրախ պատրաստելու գործընթացում։ Արա լցվա պոլնի։ Այս կոնկոլորը միջը։ Okay, ոչինչ։ Չընկնես, խնդրում եմ, չընկնես։ Եկավ, զենք վեկալում ենք ու պատրաստ սպասում ենք իրան։ Ասենք որ փախավ, հələ դրան նայի, բայց անելու բան է, որ արեցան էլ այս ցնին, այս ցուրտ եղանակին։ Բարձր։ Այս ինչ էր, դու մեռար։ Ներվայնանում ես, ջղայնանում ես։ Չէ, ով ես։ Ջղայնանում ես։ Չէ։ Ուզում ես 100,000 ստանաս։ Իհարկե։ Բայց թվա ջղայնանում ես։ Կմաքրեմ։ Կմաքրես։ 100%։ Էսը կփոքես, հա պատից։ Իմ բոյ չի հասնի։ Ապեյս։ Քանի գնացել է, արի։ Ուրեմն ընկերներ, քանի որ Լիլիթի նրվերը ես շատ կերա այսօր արդեն հոգնել է այսից ուզում է բաժանվի, առաջարկենք իրան կոֆե։ Բայց կոֆեի մեջ կլցնենք մեծ քանակությամբ լիմոնի աղ։ Գնացինք։ Ես չեմ հասկանում, ոնց եմ շփվում այս տղու հետ։ Չգիտեմ այսօր ինչ եմ մտածել, բայց ասելա, որ եթե ես չներվայնանամ, ինքը ինձ 100,000 դրամ տալու է։ Так что պետք է համբերել։ Իսկ եթե դու ցանկանում ես տեսնել 24 ժամ Արսենի գլխին պրանկ, ուրեմն պետք է այս վիդեոյի տակ հավաքենք 10,000 լայք ընդամենը։ Ես խոստանում եմ ձեզ կգոհացնեմ։ Դուք հավաքեք լայքերը եւ կտեսնեք արդյունքը։ Հիմա եկավ ամենագլխավոր պահը։ Լիլ մի տարի բան եմ ասում։ Գործ եմ անում։ Ինչ ես անում։ Արի լավ բան եմ ցույց տալի։ Ես հասկանում եմ, որ քեզ այսօր շատ եմ։ Սա սամպլ կոֆեն։ Չգիտեմ։ Ընկերներ, Serious Gaming YouTube каналիքում հենց նոր դուրս եկել նոր վիդեո իմ մասնակցությամբ։ Այնտեղ մենք խաղում ենք PUBG Mobile իրական կյանքում։ Հենց ավարտես այս վիդեոյի դիտումը, մի անգամից անցիր առաջին ուղումը, որը գտնում է նկարությունների բաժնում եւ դիտիր այն, որտեղ այն ստացվել է շատ հետաքրքիր։ Ես այսօր քո հանդեպ շատ վատ եմ վարվել, անկեղծ։ Դրա համար քեզ առաջարկում եմ խմես իմ սարքած կոֆեն։ Դու ես սարքել։ Ահա, քո համար եմ սարքել, նայ։ Իդեալական կոֆե։ Կարաս վեկալես հանգիստ խմես։ Լուրջ եմ ասում, էսի պրոստը նենց, որ մեր հարաբերությունները անիմաստ չփչան, հա։ Դες ինձ հետ փորձի։ Դիրս վիդեոն նայում գոնը։ Բայց էդի խմակոլել տվեցի։ Մենակ քեզ ապացուցելու համար, որ էսի նորմալ կոֆե է, բայց նորմալ կոֆե չի։ Դու մեռար։ Սպանելու եմ քեզ։ Արի բան ասեմ, լսի, մի մոռացի, 100,000 կա։ Որը պետքա կամ քեզ տամ, կամ էլ ինձ պայեմ գնամ իմ ծախսերով։ Լիքը ծախսեր ես ունեմ։ 100,000։ 100,000։ Օх, գլուխս ցավացած ինչ թթվեր։ Ես էլ թթվից խմեց, չնացա նորմալ էր։ Լավ գոնե գնամ ատամնես Լևոնով սախը թթվում եմ։ Ասա սենց ալում, չէ՞։ Հա գնա հաստատ ատամը։ Սենց է, չէ՞, հա։ Հասկանում ինչ ա լինում։ Իմն էլ է տենց լինում։ Ուրեմն ընկերներ, այս այն ամենաուժեղ բայրից է, որով մենք գուշակելու ենք թե Լիլիթը ինչով է զբաղվելու պրանկից հետո, որ հենց այդտեղ ստեղծենք նոր պրանկ։ Այսինքն, երբ որ Լիլիթը մեր պատրաստած կոֆեն լիմոնի աղով խմի, նա ցանկանալու է իր ատամները լվանալ, որովհետև երբ որ ինչ-որ թթու բան ես ուտում, ատամներից է ցենց ձենագալի։ Այդ իսկ պատճառով մենք վերացնում ենք ատամի պաստան, բացում ենք
նոր ատամի պաստա, ամբողջությամբ դատարկում ենք այն ու պաստայի փոխարեն լցնում ենք մայոնեզ։ Ոչ մեկ ուղղակի այս կյանքում չի կարող ուշակի, որ դա պաստա չի, դա մայոնեզ է։ Սխմա ու մայոնեզը գալիս է։ Բայց ես ամեն ինչ պետք է ունեմ, որ այդ փողը շոհեմ։ Դու էլի ստեղ ես։ Ուրեմն ընկերներ, կարի Լիլիոն իր հատամներն լվանում, մենք պատրաստում ենք հաջորդ պրանկը։ Նորմալ է։ Սկոչով փակում ենք ամբողջ դուռը, որ ինքը բացի դուռը մեկ էլ չկոլոտ ու զգոսող սկոչ լինի։ Բայց դա շատ արագապետ, որտեվ հատամ լվանալը մաքսիմում 3-4 րոպե, պլյուս 2 րոպե կորալ, всё։ Ես մայոնեզից զզվում եմ, ես մայոնեզը մեջը։ Պրանք աշխատեց, դույնա։ Սպանելու եմ դրան։ Էս ինչ է։ Ընկերներ, ես ավարտեցի։ Սպասենք Լիրոյի դուրս գալուն։ Հուսամ դուռը կբացի, ուսած դեմքով կմտի մեջ, մազերը կմտի, ես կգտնի սաղ, որովհետև կլեի հատվածը դեպի են կողմնա։ Ես պիտի մտի ու մնա։ Կմիացնեմ ֆենը ու ջրի ձայնը։ 10 վայրկյան հետո կմիացնեմ տոկի ձայնը, ու ինքը մտածի, որ տոկով եմ ընկել։ Շատ լավ է։ Գնաց։ Լիլո։ Լիլո։ Գերաշ։ Գերաշ։ Ուրեմն ընկերներ, այս իմ համբերության բաժակը լցրեց։ Ասնում ենք վերջնական, այն ամենաբոմ մեթոդների, որից հետո Լիլիթը հնարավորություն չունի ուղղակի ասի, ես շարունակում եմ։ Մենք հիմա ունենք ստեղ 4 գազով փուչիկներ։ Նաև մենք մեզ մոտ ունենք Լիլիթի հեռախոսը։ Ուրեմն մեր պլանը կայանում է նրանում, որ Լիլիթին ցույց տանք, որ իր հեռախոսը ուղարկում ենք պատուանից դուրս փուչիկների հետ, որ հեռախոսը թռավ, բայց իրականում մենք իհարկե կուղարկենք նրա չխոլը։ Այսինքն այս քեյսը կապում ենք ընդհանրապես փուչիկներից։ Այսինքն մենք եթե պատուանից իրան ուղարկենք դուրս, ինքը քաշելու է ներքև արա։ Ես էսի չէի պլանավորել, ոնց որ որտեվ ես գիտեի 4 փուչիկը կերիքացնի, բայց ոչինչ։ Հիմա կթռնի, չի թռնի, երրորդ հարգից քիչնի ներքև, մեկը հեռախոսը բարիբոմը ջարդվելու է, ճիշտ է։ Հենց է կարա փափուկ բայրիշ կատարի, բայց չենք որանում, որ դուրսը այ այսպես զունա, չէ՞։ Всё, թույնա, կարևորը Լիլիթի համբերությունը չարաշահելն է։ Լիլիթ, քո համար հետաքրքիր մի հատ փորձություն ունեմ։ Այսինքն շատ հետաքրքիր է, նայ, սիրուն փուչիկները, սիրուն է, չէ՞։ Շատ։ Իսկ հիմա ուզում ես իրար այդ փուչիկները թողենք դուրս։ Ափսոսը։ Արիլը տես ինձ սիրուն է թռնում, արիլը։ Սիրուն է Արիլ։ Շատ։ Իսկ փուչիկից ինչ է կախած։ Կսմանեմ քեզ։ Իսկ բան չանես։ 3, 2, 1։ Ora ինչ եմ ներքև, Լիլիթ դու ներքև թրկի։ Շալերիվ, հեռախոսս հարցականի տակ է դնում իր 100,000-ի պատճառով։ Սրանից հետո ես չելենջներում չեմ նկարվելու։ Մենակ թե հեռախոսս փչացած չլինի։ Ապուշա, անիմա զրկվեցի 100,000-իցս։